բան սկսում եմ, հոգնում եմ, չեմ կարողանում մոտիվացիա գտնեմ նոր բան սովորելու կամ բաներ, որոնցով ստիպված ես զբաղվել, որպեսզի քեզ թույլ տաս ինչ-որ բանի ոչ մի բանով չզբաղվել։ Եթե ես մոտիվացիա չեմ զգում, ուրեմն ինձ այդ պետք չի անել։ Աշխատանքին պետք չի վերաբերվել որպես ինչ-որ կենսական կարևորության ինչ-որ որոշում։ Եթե քեզ դուր է գալիս օրինակ նկարել, միգուցե այդքան էլ փաստ չի, որ դու կարող ես դիզայնով զբաղվել։ Հայաստանում օրինակ շատ մեծ պահանջարկ կա արհեստավորների։ Ինչքան ծանոթ ես ու դու ունենք, որ 30+ տարիքում մասնագիտություն են փոխել։ Ընդամենը մեկ հարց պետք է քեզ տաս, որն է վատագույն սցենարը, որ կարա լինի։ Ժամանակակից դեռահասները ու նրանք, ովքեր նոր են մտնում իրենց կյանքի ճանապարհի մեջ, ունեն շատ իմ կարծիքով ավելի լուրջ խնդիր, քան ունեցել է մեր սերունդը։ Ու այնտեղ sense պատվով հայտարարում են, որ այս ինչան, այս ինչը 20 տարի է արդեն աշխատում է գանձապահ։ Ես ունեմ խորին համոզվածություն, որ մենք բոլորս մեր ներսում իրականում գիտենք, ինչ ենք ուզում, ոնց ենք ուզում, ուր ենք ուզում գնանք։ Էդ է, որ մարդկանց տենց դիսոնանսի մեջ է գցում ամեն օր անել նույն բանը, շարունակական քայլերով, մինչև դա կտա ինչ-որ արդյունք։ Որովհետև մասնապես եթե դու ունես մասնագիտություն, աբսուրդը հենց էս է, դու միշտ կարաս հետ գնաս քո մասնագիտությամբ աշխատես։ Բարև ձեզ սիրելի ոդկասթասերներ, սիրելի այլ կարծիքասերներ, մենք ամիս ու կես, գրեթե 2 ամիս չենք ունեցել նկարահանում, ու չեք պատկերացնում ինչքան երջանիկ ենք այս պահին նստած այս տաղավարում, այս լրիվ լուրջ եմ ասում, որովհետև սենց ահոր անհամբեր ենք սպասում ամեն անգամ, երբ ենք ինչ-որ նոր թեմայով պսպղալու ձեր էկրաններին, բայց մենք իրականում չենք կարող պսպղալ ձեր էկրաններին, եթե օրինակ չլիներ մեր գործընկերով, ամեն անգամ սենց մեր նման մեզ հավատում է ու ամեն անգամ աջակցում եմ, որպեսզի մեր պայծառ ուղեղներում հղացած ու շատ կարևոր էական եւ նաեւ տևական ժամանակ ձեր հարցերի շուրջ կառուցվող թեմաները ստանան այս հարթակում վերլուծություն, իսկ վերլուծությունը շատ համապարփակ է։ Մեր գործընկերոջ էվոկաբանկի մասին, ով ընդհանրապես երբեք գովազդի կարիք չունի, մենք խոսենք ընթացքում կապելով թեմային, ինչպես միշտ։ Մինչ այդ ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ ձեզնից ընդհանրապես ոչ մի չանք չի գնում սեղմել բաժանորդագրվելու կոճակը, որովհետև մենք շատ կուզենք օրինակ այս տարին փակենք այս բային մոտ 7900 բաժանորդ ունենք, եթե օրինակ 9000 բաժանորդով փակենք, իսկ դա ռեալ է, եթե հենց այս բային դուք բաժանորդագրվեք, ձեր ներդրումը կունենաք, որ մենք 9000 բաժանորդով մեր 2 տարին փակենք, իսկ այսօր հոկտեմբերի 25-ն է եւ 2 տարի առաջ այսօրը այլ կարծիքի առաջի պրոֆեսիոնալ նկարահանված ստուդիոնի տարբերակը դուրս է 2 տարի։ Մի խոսքով շատ խոսեցի, բաժանորդագրվեք անպայման, մտածեք միգուցե ցանկություն ունեք ոդկաստ նկարելու այդ պարագայում գրեք իմ անձնական էջին, որը հրանտն է ստեղ կթողի, կամ մեր ստուդիայի ռեքընտրոլի անձնական էջին, որի հրանտին կխնդրենք նույնպես էջի վրա թողնի, մանրամասն կգտնեք նկարագրում։ Թեման մեր աշխատաբաժանումը հստակ է, կներկայացնի Նելին, ով այո, այսօր նույնպես այստեղ է եւ շատ ուրախ է, որ այստեղ է։ Ինչ ենք այսօր քննարկելու։ Իրականում ես ուզում եմ ասել, որտեղից ենք մենք նախ մեր թեմաները վերցնում։ Օդից չենք վերցնում։ Վերցնում ենք միանշանակ մեր հետևորդների հարցերից, որոնց որ կամ ես կամ Հայկանը չենք կարողանում անդրադառնալ մեր էջերում։ Հայկանը ընդհանրապես հարցերի չի անդրադառնում։ Չէ, լավ, անդրադառնում ես մեկ-մեկ։ Բետոնի բարգեշին։ Խորիմաստ բաների Նելին է իր էջում, ասես եթե կյանքից բան եք ուզում հետևեք։ Ուզում եմ ասեմ ինչը որ թերապևտիկական զրույցի շրջանակներում հնարավոր չի ուսումնասիրել, բերում ենք ոդկասթին քննարկենք իրար հետ ու Հայկանի հետ վերջերս կիսվում էի, որ երևի ամենաշատ եթե խմբավոր ենք հարցերը, ամենաշատ մեծ խումբը հարցերի, որը որ գալիս է հիմա ին էջին ամեն դեպքում, դա ինչպես գտնեմ այս կյանքում այն ինչով որ ես ուզում եմ զբաղվել, իմ առաքելությունը, երբեմն այլ ձևակերպումներով, ինչ որ բան սկսում եմ, հոգնում եմ, չեմ կարողանում մոտիվացիա գտնեմ նոր բան սովորելու, կարծես ինչ որ բան հետաքրքրում է, բայց չեմ տրամադրվում սկսեմ, կամ ամեն ինչ սկսում եմ կիսատ եմ թողում, փոխում եմ եւ այլն, ինչ որ sense ձևակերպումներով, ու այդպես ես ու Հայկանը որոշեցինք, որ այսօր կքննարկենք առհասարակ ոնց հասկանալ այս կյանքում ինչով ես ուզում զբաղվել եւ արդյոք ուզում ես զբաղվել թե ոչ։
Հաշվի առնելով, որ այսօր մեյքափի ժամանակ ես ասում եմ, որ ես ոչ մի բանով չեմ ուզում զբաղվել, որովհետև ես այսօր տենց եմ արթնացել։ Դժվար է հասկանալ ինչով ես ուզում զբաղվել, բայց միաժամանակ պետք է զբաղվել նրանով, ինչը քեզ տալիս է երջանկություն։ Եվ բավարարվածություն։ Գիտես, այդ կետից էլ սկսենք, որ դու այսօր առավոտվանից ոչ մի բանով չէիր ուզում զբաղվել, բայց ինչ որ շատ հետաքրքիր ձևով հայտնվել ես աշխատանքային process-ի մեջ քո այսօրվա։ Դե հանել, որովհետև կան բաներ, որոնցով ուզում ես զբաղվել, օրինակ ոչ մի բանը, եւ կան բաներ, որոնցով ստիպված ես զբաղվել, որպեսզի քեզ թույլ տաս ինչ որ բայի ոչ մի բանով չզբաղվել։ Ամբողջովին հետդ համամիտ եմ, բայց ինձ թվում է այդտեղ բաց թողեցիր ամենագլխավոր մասը, որ միշտ չես կարող անեսեն ինչ որ ուզում ես։ Միանշանակ վստահաբար չես կարող անեսեն։ Որովհետև եթե հիմա այսօր օրինակ նշանակած է քո մոտ աշխատանքային օր, իսկ դու արթնացել ես առավոտյան այն տրամադրությունը, որ ոչինչով չես ուզում զբաղվես, ցավոք, նշանակա դու չես ուզում աշխատանքով զբաղվես, բայց հաստիպված ես աշխատանքով զբաղվել, որպեսզի վաղը ինձ թույլ տամ ոչ մի բանով չզբաղվել։ Ու այս շատ էական է, որովհետև էլի մենք մեր բոլոր էպիզոդներում գրեթե ցանկացած թեման շոշափելուց, որովհետև այս եզրույթը արդիական է ցանկացած խոսույթում եւ ցանկացած ոլորտում, այդ որ ցանկացած բան ունի գին։ 8 անգամ ասեցի ցանկացած, բայց դե այդ են գները։ Ու ոչինչ չանելու համար մենք վճարում ենք գին, որը երկու տեսակի է լինում։ Կամ դրական իմաստով, որ մենք ինչ-որ մի բան, ինչ-որ մի բան չուզելով անում ենք, եւ դա է մեր վճարած գինը, որպեսզի մեզ թույլ տանք ոչինչ չանենք եւ դա մեր վրա թանկ չնստի, կամ բացական առումով վճարում ենք գին, որ ուղղակի ոչինչ չենք անում ու դա մեր վրա թանկ է նստում։ Իսկ ոչինչ չանելը միանշանակ շատ թանկ է նստում։ Եթե տրվենք էմոցիաներին, եթե տրվենք մոտիվացիային, ես առհասարակ լինելով մարդ, որ երկար ժամանակ փնտրել է, սպասել է, փորձել է ստեղծի այդ մոտիվացիան, վերջում ուղղակի հանգել եմ նրան, որ գոյություն ունի հետևողականություն ու դիսցիպլինա։ Չկա մոտիվացիա։ Այդ կամ անում ես ինչ որ բան լինում է, կամ չես անում ու ոչ մի բան չի լինում։ Նստել սպասել մոտիվացիայի իմ կյանքից անցել են տարիներ, ու այդ մոտիվացիան չի եկել։ Հիմա ես որ նայում եմ այդ տարիների ընթացքում, եթե ես այդ մոտիվացիան փնտրելուն փոխարեն գործի դնեի դիսցիպլինան կամ այն բոլոր դծակներն ու գործիքները, որ ես օգտագործեմ, իսկ ինձ դա շատ դժվար է տրվում, կխոսենք ընթացքում ինչի, անհամեմատ ավելի շատ բան կունենայի, քան հիմա ունեմ։ Գիտես, հետաքրքիր բան ես ասում, որովհետև ես միշտ շարժվել եմ մոտիվացիայով։ Ու միշտ ու սա երևի թե ամենակարևոր երևի թե խոսույթներից է, որին որ արժի անդրադառնալ, որ յուրաքանչյուր մարդ իր մասին պիտի իմանա ոնց է աշխատում իր մոտ։ Որովհետև դες դու ասում ես, որ ինձ աշխատացնում է դիսցիպլինան, գուցե ինձ դիսցիպլինան չի աշխատացնում, որովհետև իր վրա առանձնապես աշխատելու խնդիր չկա։ Նելին ծնվել է 1990 թվականին, դիսցիպլինան հորինվել է Նելից հետո 91 թվականից ասենք ներդրվել առհասարակ, որտեղ ծնվել է Նելին դիսցիպլինայով արդեն։ Բայց ես իմ մասին գիտեմ, որ եթե ես մոտիվացիա չեմ զգում, ուրեմն ինձ այդ պետք չի անել։ Ես դա ստուգել եմ բազմիցս տարբեր օրինակների վրա, ու եթե ես չեմ զգում, որ այնտեղ ես զգում եմ ոգևորություն, մոտիվացիա, որ գալիս է մեջիցս, կոպիտ ասած, այդ ճակերտավոր ասենք, ես հստակ արդեն իմ մասին գիտեմ, որ ուրեմն ինձ այդ պետք չի անել։ Ես նենց ուզում եմ առհասարակ բան անենք այդ մոտիվացիա տերմինին անդրադառնանք, որովհետև կարծում եմ ինքը նաև շատ misinterpreted է, այսինքն սխալ մեկնաբանված է շատ հաճախ լինում, թե ինչա մոտիվացիա։ Ինչա մոտիվացիա։ Ինձ համար նախ ինչի եմ ես այս ինչ բան անում հարցի պատասխանն է։ Շարժառիթ, մոտիվ բառից է, որը շարժառիթ հայերեն բառն է, այսինքն ինչ որ մի բան, որ մեզ դրթում է, ինչ որ մի բան անել։ Հա, ու ես պիտի շատ հստակ ունենամ հարցի պատասխանը։ Հիմա այդ շարժառիթը նույնիսկ, հա, կարա լինի սեփական կյանքը փրկելն է մոտիվացիա, ինքը կարա լինի շատ բացասական կոնցեպտում, հա, սա մոտիվացիա է, որպեսզի ես չգիտեմ, ես ինչ բան անեմ, որ կյանքը փրկե, ինչ որ շատ բացասական կոնցեպտի մասին է խոսքը, հա, ես չեմ ուզում իրան այդ մոտիվացիա բառը sense գունավոր փետուրիկներով ինչ որ բան պատկերացնել։ Ես ընդհանրապես գունավոր, ես առհասարակ։ Ես գիտեմ, որ դու չես ասում, ի նկատի հասարակության մեջ մի ստվար զանգված մոտիվացիան պատկերացնում է երկնքից իջած ամպիկի վրա նստած ինձնարակ, որը բանա վարդագույն ինչ որ տենց
սրտիկներ ավանանում, այն որ գալիս է ու վсё ամեն ինչ ստացվում է։ Ճիշտ ես ասում, շատ հաճախ նաև էմոցիոնալ ռեակցիայի հետ են խառնում, որ եթե թիթեռնիկները կան, հա, ուրեմն դա մոտիվացիան է, չէ։ Ինձ համար մոտիվացիան հստակ հարցի պատասխանն է, ինչի համար եմ ես այդ անում։ Ոնց եմ անում, երբ այնց եմ անում, ինչքան ժամանակ եմ անում եւ այլն, դա ինչ որ շատ հստակ հարցերի smart անալիզ, ինչի համար եմ ես անում ու երբ եմ ես վերջացնելու դա անել։ Եթե ես այդ հարցերի պատասխանը չունեմ ու եթե զգում եմ, որ երկար ժամանակա չեմ գտնում, այդ տեղից ես հասկանում եմ, որ այդ իմը չի։ Բայց սա իմ մասին, ընդ որում ես գրել են ոնց է որ դուք միշտ բոլոր հարցերի շուրջ համակարծիք եք։ Բացարձակ, եթե ուշադիր լսեք, բացարձակ ընդհակառակ ես կարծում որ ավելի շատ համակարծիք չենք, ուղղակի չենք կռվում։ Եթե չենք վիճում, այդ չի նշանակում որ համակարծիք ենք։ Բանան ենք էլի, այլ կարծիքին լիրիկական անդրադարձ, դա դրա ասածի շարունակություն։ Առնվազն պետք է հասկանան, որ մեր պոդքասթի անունը այլ կարծիք է եւ այլակարծությունը յուրաքանչյուր adekvat քաղաքակիրթ հասարակության կամ անհատի այլակարծություն ընդունելը հիմնասյուն է ու այլակարծությունը այստեղ է դրսևորում, երբ երկու մարդ ունենալով շատ հաճախ ծայրահեղ տարբեր կարծիք նույն հարցի շուրջ կարողանում են դիսկուրս ծավալել, նույնիսկ այնպես որ դիմացինի թվա, որ մենք միշտ համաձայն ենք չպնդել սեփական կարծիքը դիմացին մի ժամ չնվիրել են քննարկմանը, որ վերջում անպայման հայկանասի չէ ճիշտ է։ Մենք միշտ adekvat ենք վերաբերում ձեր կոմենտներին, բայց երբ կոմենտները adekvat են, մի հատ հաշիվ տվեք ձեզ, ինչ եք գրում կոմենտներում, կամ եթե մենք դնենք գլուխ դնենք ձեր այդ տակից դուրս կգաք, թե չկա։ Էնպես որ շարունակի քո այլ կարծիքը։ Ու ասում էի, որ դա շատ իմ մասին է, որովհետև ես դրան զուգահեռ գիտեմ, որ ես այդ հարցերի պատասխանը կարճ ժամանակում, եթե ուզում եմ տամ, գտնում եմ։ Եթե չեմ տալիս, ուրեմն ինչ որ բանը այն չի։ Դրան զուգահեռ, այո, կան օրինակ քո նման մարդիկ ու շատ այլ հեսա կթվարկենք, ում համար էականը անելն է ու անելու ընթացքում է գալիս հարցերի պատասխանը։ Այսինքն ոչ թե ունենամ հարցի պատասխան նոր սկսեմ անեմ, այլ սկսեմ անեմ ու ընթացքում ունենամ այդ հարցի պատասխանը։ Հա, որովհետև ես սիրում եմ դրամատիզացնել իրերն ու եթե ես տրվեմ նրան, որ նստեմ սպասեմ այդ մոտիվացիային, որտեվ իմ մոտ այդ մոտիվացիան երկար ժամանակ այդ ամպիկի վրա ինձ ինառողն է եղել դոֆամինի այդ բանի սպլեսկի հետ եմ ես իրան միշտ խառնել որ պետք է ինչ-որ թրթիր այդ թիթեռնիկները որ միշտ առաջանան որ ես դրանով զբաղվեմ այս շարժառիթ որպես իրան չեմ դիտարկել հա դրա համար ես իրան վերափոխել եմ նիբիստվայի փոխի դեպի դիսցիպլինա որ օքեյ կա բան որ կմտնենք կանենք ընթացքում կերևա եթե պետքա կշարունակեմ եթե չէ բայց պետք է սկսեմ անել ես պետք է սկսեմ գնալ այդ բադմինտոնին ես պետք է սկսեմ գնալ այդ թենիսի գոնե մի պարապմունք պետք է գնամ ու իրա մեջ այդ կոնցեպտի մեջ կա շատ խորքային էական բան այս քո մասին չի բայց առհասարակ ընդհանրացնելով շատ մարդիկ հատկապես երիտասարդ մարդիկ մեզ շատ են նայում երիտասարդները ինչի կապակցությամբ մենք շատ ուրախ ենք որովհետև այս ամբողջ կոնտենտը ամեն դեպքում հիմնականում արվում է հաստատ մարդկանց համար ովքեր նոր են մտնելու են process-ների մեջ որոնք որ ես ու դու քննարկում ենք բուկվալն երեք Նելին իմ հանկներս էլի բացահայտելա որ Gen Z-ն ու Zoomer-ները մարդիկ երթվում եմ ես գիտեի լուրջ ասում էր չէ Zoomer-ները Gen Z-ն է ասում են ինչեւ Zoomer-ները Gen Z-ն է հո կներեք Zoomer-ներ չոր բայց այդ Պակալենյանների մասն էր ասում դրա մասին ու շատ նորմալ է որ մարդ ինքն իր մասին կարող է չիմանա ինչն է ինձ հետաքրքիր որոնք են իմ ուժեղ ու թույլ կողմերը ինչով եմ ես ուզում զբաղվել, որտեղ կարող եմ ես ամենալավը ինքնադրսևորվել։ Վերջի այդ բոլոր հարցերի պատասխանը շատ ցանկալի է գտնել պրակտիկ, ոչ թե տեսականորեն։ Պարկելով բազմոցին ու մտածելով իսկ հետաքրքիր է ինչով եմ ես ուզում զբաղվել իմ ամբողջ կյանքի ընթացքում։ Անել ու ընթացքում հասկանալ դա երևի թե լավագույնն է, ինչ կարելի է խորհուրդ տալ մարդուն, ով որ չգիտի այս պահին ինչից սկսի։ Սկսեք ցանկացած տիպի աշխատանքից, որը որ ձեզ կբերի մինիմալ, չգիտեմ, կամ ոչ մինիմալ գումար ու զբաղվածություն, ու ցանկացած տիպի աշխատանքի մեջ հնարավոր է արդեն հասկանալ իմ ուժեղ ու թույլ կողմերը։ Ինչ աշխատող եմ ես, չգիտեմ, ինչն է ինձ դուր գալիս աշխատանքի մեջ, գուցե ես ավելի շփման մասին եմ, գուցե ես ավելի փոքր կոլեկտիվի մասին եմ, գուցե ես տեխնիկական աշխատանքի մասին եմ, գուցե ես ավելի մտքի հեղինակ լինելու մասին եմ, տեխնիկական մասը ես չեմ կարողանում անեմ։ Այդ ամեն ինչը հնարավոր է հասկանալ ու այդ դրանից հետո հյուսվում է մասնագիտությունը։
Եթե այսինչ բաներն են ինձ դուր գալիս, այսինչ հարցերում իմ ուժեղ ու թույլ կողմերն են, ապա ինչով է կարելի զբաղվել այս կոմպլեկտը ունենալով։ Եթե այդ հարցի պատասխանը այս պահին չունեք, սկսեք պարզապես ինչ-որ բան անելուց։ Չանելով, սпасելով Հայկանի ասած այդ ամպիկին, էմոցիային, չգիտեմ, սпасում եմ մոտիվացիան գա, որ ես հասկանամ, հա ինչ եմ ուզում անեմ, դա երևի թե վատագույն ճանապարհն է։ Այդ կարող եւ չկա երկար ժամանակ կամ ընդհանրապես, ուստա գիտես ինչ, մի բան էլ է պետք հստակեցնել, որ աշխատանքը կյանք չի, աշխատանքը միջոց է ապրելու։ Որտեվ մարդիկ շատ մարդիկ ավելի ճիշտ, մասնապես մի քիչ ավելի երիտասարդ, մեզնից մի քիչ երիտասարդ զումեր ընդունում են դա որպես դե ոնց տենց պատասխան շուրջ այդքան պատասխանատու բան չի, դա միջոց է ապրելու, որի ընթացքում կարելի է հստակեցնել, այսինքն ինչի համար եք դուք աշխատում, որ աշխատեք, թե որ դրանից աշխատելու արդյունքում ձեռք բերված միջոցով ինչ որ բան անեք։ Այս շատ էական է հասկանալ։ Ու այդտեղից, երբ դու տարբերակում ես, որ աշխատանքը, ես լրիվ ընդունում եմ, որ մենք մեր օրվա մեծ մասը լինում ենք աշխատավայրում, այդ վերջերս են քննարկում տոքսիկ միջավայր եւ ամբողջը ընդունում եմ, հա, կարեւոր է որտեղ ես աշխատում, բայց դա ճակատագրական քայլ որպես չարժի ընկալել, որ մարդիկ սկամուստանալուց այդ մեկ եւ ընդմիշտ սկզբունքը հիմա այդքան էլ ակտուալ չի, չեմ ասում ցավոք սրտի կամ բարեբախտաբար դա յուրաքանչյուրի ընտրությունն է, մասնավորապես աշխատանքին պետք չի վերաբերվել որպես ինչ որ կենսական կարևորության ինչ որ որոշում ճակատագրական, որն անբեկանելի է, որն անքակտելի է եւ փոփոխման ենթակա չի։ Աստծո սիրուն, ընդունվեք, սկսեք աշխատել, ձեռք բերեք այդ միջոցը եւ հասկացեք առհասարակ ձեզ ինչն է դուր գալիս։ Միգուցե դուք ֆրիլանսի մարդ եք ավելի շատ։ Միգուցե ձեզ փոքր ժամանակ ստիպել են, որ դուք գնաք տնտեսագետ դառնաք, բայց ընդունվում եք ինչ որ կողքի դիզայն բաժնում տեսնում եք ինչ են անում, վառվում եք աննկարագրելի ու գալիս է այդ ձեր ամպիկորեն եք տեսնում այդ դիզայնը ինչ է, ոչ թե տանը նստած վիզուալիզացնում եք կամ իդեալիզացնում եք ինչ է այս կամ այն մասնագիտությունը։ Այդ իդեալիզացիան, ես այդ միշտ բազմիցս բերել եմ, բայց չեմ զլանա նորից կբերեմ բալերինաների օրինակը։ Մենք տեսնում ենք բեմի վրա մի չքնաղ աղջիկ չքնաղ ճկունությամբ, չքնաղ բեմականացմամբ, չքնաղ շորերով ու հուզվում ենք ես դու չէ նայում ենք գեղեցիկ է գնահատում ենք ինչերի մեջով անցնում այդ մեր գերռոմանտիզացված տեսարանը, հա, նո միգուցե ոչ թե գերռոմանտիզացված, այդ գեղեցիկ տեսարանը ստանալու համար մեզ մի ժամ վայելք պատճառելու համար այդ աղջիկն ինչերի մեջով անցնում տարիներ շարունակ ինչ ցավերով, ինչ խնդիրներով, ինչ ապրումներով, էմոցիոնալ, ֆիզիկական, մենք չգիտենք։ Այդ վերաբերումը ցանկացած մասնագիտությամբ։ Մենք հաճախ, որ ասում ենք, վիրտուոզ բժիշկ կա, հա, օրինակ։ Ես առողջական խնդիր ցավոք ունենք բոլորս, ու երբ հարցնում ենք, շատ է լինում ֆանտաստիկ բժիշկ կա, ոսկի ձեռքեր ունի կամ վիրտուոզ վիրաբույժ է, ինչի հաշվին։ Դու որպես բժշկական ավարտած մարդ երկու անգամ ինչի մեջով են անցնում այդ մարդիկ։ Դու շատ ճիշտ ես ասում, որոնք շատ ռոմանտիզացված են, որովհետև ինձ էլ են շատ հաճախ գրում այդ մասնագիտության մասին, իմ մասնագիտության մասին, ու ասում են, իսկ ինչից սկսել, ոնց հասկանալ, ուզում եմ ես զբաղվել, չգիտեմ, առողջության ոլորտում լինել թե ոչ, բժիշկ դառնալ, հոգեթերապևտ դառնալ, ես միշտ ասում եմ, տեսեք մեջից այդ մասնագիտությունը ու հանեք վրայից ամբողջ իլյուզիան ու ռոմանտիզացիայի փոշին, որը որ դրած է, որովհետև խիրուրգիայի մեջ էլ ոչ մի ռոմանտիկ բան չկա, ընտեղ կանգնած խիրուրգի սեղանի, այդ վիրահատական սեղանի շուրջ ոչ մի ռոմանտիկ բան այդ աշխատանքի մեջ չկա, ինքը ֆանտաստիկ աշխատանք է, ինքը կարևոր աշխատանք է, բայց ոչ մի ռոմանտիկ, ոչ մի գերմարդկային բան իր մեջ չկա ու ինքը ունի բազմաթիվ շատ տգեղ ու ծանր կողմեր։ Ինչպես նաև նույնը վերաբերում է հոգեբանությանը, հոգեբուժությանը մեծ առավել եւս ու հոգեթերապիային էլ այնտեղ շատ քիչ է ռոմանտիկան ու շատ հաճախ մասնագիտություն գիտես դու ասում էիր աշխարհի վերջը չի գնացեք աշխատեք ձեր դուրս չգա դուրս կգաք նույն գերպատասխանատու մոտեցումով մոտենում են ուսում ընտրելիս որտեղ սորել ինչ մասնագետ դառնալ ու իրոք շատ դժվար է առանց մեջը մտնելու ես շատ դժվար եմ պատկերացնում ոնց է
հնարավոր առանց պրակտիկ այդ աշխատանքի մեջ մտնելու, դրսից նայելով մոտավոր պատկերացնել, ինչի մասին է լինելու այդ աշխատանքը 18 տարեկանում։ Ես հիշում եմ շատ լավ, որ երբ ես ընդունվել էի համալսարան, ես բժիշկների ընտանիքից եմ։ Ես շատ լավ ներսից պատկերացնում եմ այդ մասնագիտությունը ինչի մասին է, ու ոչ մի պատկերացում իմ մոտ չի փոխվել ամբողջ 10 տարիների ընթացքում, երբ որ ես սովորել եմ։ Բայց ես տեսել եմ բազմաթիվ համակուրսացիների, ովքեր երկրորդ, երրորդ, չորրորդ կուրսից ինքնակամ դուրս եկան ուսման process-ից, որովհետև իրանք մտել էին ծնողների հորդորներով, այդտենց ինչ որ ռոմանտիզացված, ինչքան հավես բան է բժշկական համալսարանում սովորելու բժիշկ դառնալը, այդ մարդիկ փաստացի ընթացքում հասկացան, որ իրանց մասին չի, ոչ իրանց մասին է, ոչ էլ այդքան սիրուն պուպուշ բան է։ Ինչը նորմալ է, որովհետև դրսից պատկերացնելով որևէ բան, դրա համար երբ որ դու դիզայնի մասին ասացիր, եթե քեզ դուր է գալիս օրինակ նկարել, միգուցե այդքան էլ փաստ չի, որ դու կարող ես դիզայնով զբաղվել, որովհետև ինքը բացի նկարելուց ինչ որ էլի բաներ է իր մեջ պահանջում, ու ներսից մասնագիտությունը տեսնել ու հետո նոր գալ եզրակացության իմ մասին է, թե իմ մասին չի, ես կարծում եմ, որ դա լավագույնն է։ Ու երկրորդը չնեղվել փոխել, եթե հասկացել եք, որ ձերը չէր։ Նույնիսկ եթե աննկարագրելի վստահ մտել եք ինչ-որ process-ի մեջ, այդ իմ ասած ամեն ինչը հաշվի առած, մտել եք ու տեսել եք ընթացքում, որ չէ իմը չի, ճիշտն ասած ոչ մի խնդիր էս մեր իրականության մեջ ես չեմ տեսնում մասնագիտություն փոխելու հետ։ Այստեղ ուրիշ բան էլ ունեմ, որ կան հարգի մասնագիտություններ, ես ապշում եմ, որ այդ կոնցեպտը դեռ կա, բայց Հայաստանում օրինակ շատ մեծ պահանջարկ կա արհեստավորների։ Մենք ունենք լիքը IT մասնագետներ, մենք ունենք լիքը, չգիտեմ, տնտեսագիտության ոլորտի մասնագետներ, մենք հաշվապահներ, ամենայն հարգանքով հայ մասնագիտությունների եւ դրանց տիրապետողների հանդեպ, բայց մենք չունենք արհեստավորներ։ Օրինակ երիտասարդ տղան դպրոցն ավարտելուց հետո ինչ որ արհեստ սովորելու պարագայում, եթե ինքը լավ տիրապետի այդ արհեստին, շանսերը, որ ինքը կվաստակի դրանով շատ մեծ գումարներ Հայաստանում ավելի շատ են, քան եթե ինքը ընդունվի ինչ որ բարձրագույն պետական բուհ, հաստատություն ու դառնա օրինակ տնտեսագետ։ Այսինքն այդ մրցակցության պայմաններում, երբ պայմանական կա ավարտել է արդեն 1000 տնտեսագետ, բայց փորձում ես որակյալ ինչ որ ատաղծագործ գտնես կամ սանտեխնիկ գտնես կամ վարպետ գտնես, ով սալիկ կկպցնի ու այդ ընթացքում ոչինչ չի փչացնի, գործը կանի արագ, մաքուր եւ այլն, չես կարողանում գտնես տան վերանորոգման ոլորտում, այգու ոլորտում, պատասխանատու այգեգործ ես ման գալիս, որ գա ծառերը տետի, ներկի այդ միջատների բան, չես կարողանում գտնես, որովհետև մարդիկ բոլորը ընկած են այդ ես պիտի դառնամ իրավաբան, ես պիտի դառնամ տնտեսագետ, աստծո սիրուն, հարց չկա, բայն մնացած գործերն ովքեր են անելու։ Բացի նրանից ովքերն անելու այնտեղ մնում է շատ ազատ դաշտ է մնում, իհարկե։ Գումար։ Ես հիշում եմ ձեր տան սանտեխնիկի պատմությունը։ Երեք ես քեզ էլի պատմում եմ մեր տան վերանորոգման ժամանակ, մեր տան սանտեխնիկը ապրում էր շատ անգամ ավելի լավ, քան թե մեր բոլորս հիմա այս պահին շատ շքեղ էր ապրում։ Մեր տան վերանորոգումն էլ ավարտեց, կնոջ հետ գնացին Մալդիվներ, լրիվ լուրջ եմ ասում, որտեղ ֆանտաստիկ մասնագետ էր։ Մեր ֆանտաստիկ առաջադեմ մասնագիտություն, որովհետև ֆանտաստիկ եզակի մասնագետ էր։ Մենք ծանոթ էինք խառնել, որ ինքը կարողանար իր այդ աշխատանքի մեջ եւս մի աշխատանք էլ վերցնի, Ու սա վերաբերում է ցանկացած մասնագիտությանը։ Երբ դու ինչ որ մասնագիտություն ընտրելով զուտների համար, որովհետև պրեստիժ այնտեղ լինելու է հերթական միջակը, իսկ միգուցե կարող ես ընտրել շատ այլ ճանապարհ ու այնտեղ լինես լավագույններից մեկը, երևի թե շատ ավելի ճիշտ ճանապարհ է, իսկ լավագույններից մեկը կարող ես լինես այն ժամանակ ամեն դեպքում երբ զբաղվում ես քո գործով։ Ու այս քո գործը ասելով ես բացարձակ այստեղ էլ ռոմանտիզացիա չեմ ներդնում, այդ բառը մի հատ ասա։ Առաքելությունը, պատկանելիությունը ավելի շուտ։ Առաքելություն ասվածը իմ համար գիտես, ես կարծում եմ որ շատ քիչ մարդիկ ծնվում են առաքելությունով։ Կան բժիշկներ, որ իծն է բժիշկա կոչմամբ, կան միգուցե ուսուցիչներ, միգուցե ինչ որ նկարիչներ, ինչ որ մասնագիտություններ միգուցե կան, որ իծն է ու կոչմամբ են այդ մարդիկ, բայց մեծամասամբ միջին վիճակագրական մեզ դա չի վերաբերվում, այս սեղանի շուրջ էլ ոչ մեկին չեմ առանձնացնում։
Պեչենին կարող է առաքելություն։ Հա, կամ էլ ճիշտ ես ասում, կամ էլ ինչ որ իրերը ունեն առաքելություն։ Երբ որ ես ասում եմ քո գործով, ես ի նկատի չունեմ ինչ որ մի բան, որտեղ դու անփոխարինելու ես, լավագույնն ես, քեզնով սկսում, քեզնով վերջանում, ու միայն այդ ժամանակա քո գործը կամ այդ քո ասած, որտեղ որ կա այդ դոֆամինը միայն։ Քո գործը այդ այն գործն է, որը որ համապատասխանում է քեզ ուղիղ այնպես, ինչպես հագուստն է քո քեզ համապատասխանում, ինչպես քո զուգընկերն է քեզ համապատասխանում, ում որ դու ընտրում ես, հա, քո ընկերներն են քեզ ցանկալի համապատասխանում, ում որ դու ընտրում ես։ Այդ լրիվ նույն մոտեցումը ունի, երբ որ մենք ընտրում ենք մեր այս պահին զբաղվելու գործը։ Ընդ որում ես ես ուզում շատ անպայման նշեմ, որովհետև ես առհասարակ այդ կոնցեպտին էլ մի քիչ ժամանակակից աշխարհում սկսում եմ չհավատալ, որ հնարավոր է մեկ մասնագիտությամբ զբաղվել ամբողջ կյանքի ընթացքում։ Ամենայն հավանականությամբ մեզնից հետո եկող սերունդներն էլ իրանք ավելի շատ մուլտիթասքինգով են զբաղվելու կամ ինչ որ տարատեսակ գործունեությունով են զբաղվելու, քան թե ամբողջ կյանք միայն մեկ աշխատանքով։ Կան մարդիկ ում համար է դա ու կան մարդիկ ում մոտ այդպես ստացվում է, բայց ինչքան ծանոթ ես ու դու ունենք, որ 30+ տարիքում մասնագիտություն են փոխել։ Ոչ թե աշխատատեղ են փոխել, մեկը ես, ոչ թե աշխատատեղ են փոխել, այլ մասնագիտություն են փոխել ամբողջությամբ։ Причем ինչեմ ես քեզ նշումն էլ, որովհետև էլի չեմ ուզում որևէ մասնագիտություն արժեզրկել, բայց մի բան է 4 տարի բակալավրիատ սովորել։ Ասել դե լավ ժողի իմը չէր։ Գրամ 4 տարի էլ փորձեմ իրավաբանություն սովորեմ։ Օրինակ, այլ բան է 10 տարի սովորել բժիշկ, 5 տարի աշխատել մասնագիտությամբ, որ եղել է երազանք, ու 2 ժամում գնալ ուրիշ մասնագիտության արդինատորայդին տալ։ Հա, բայց ես այնքան թեթև եմ դրան վերաբերվել։ Գիտեմ։ Ու գիտես, ինձ շատ էին հարցնում ու ես հարցը չէի հասկանում։ Ես անկեղծ չէի հասկանում հարցի իմաստը, որ հարցում ես չես ափսոսում, իսկ չես մտածում, որ ափսոսային տարիները, որ դու ծախսել ես, ես այդտեղ միայն մի պատասխան ունեի, ափսոսային հետագա տարիները, որ ես պետքա ծախսեմ դրա վրա, արդեն չուզենալով մնալ ինչ որտեղ, որը որ ես հասկացա, ընդ որում աշխատելով։ Հասկանում ես, այ հենց շատ լավ օրինակ է, ես էլ դրսից նայելով եմ ինչ որ բան ընտրել։ Դրսից նայելով, ենթադրելով ինչ որ նախնական անալիզ անելով, որ գուցե իմ համար է։ 5 տարի աշխատելով հասկացել եմ, որ մասը ինձ համար չի, որ մասն է ավելի իմ մասին, ու ինչ որ փոփոխություն եմ կատարել։ Բացարձակ չեմ բացառում, որ եւս 5-6 տարի հետո էլի ինչ որ փոփոխություն կատարելու եմ։ Ահա շատ էական մոմենտ կա։ Մեր հասարակությունում 30-ից հետո շատ կրուգերում ընդունված է համարել կյանքնավարի։ Այս շատ խոսորտի խորացավ եմ ասում, բայց դա տենց է։ Այսինքն այդ 20-ից ես ասում, դա նույնիսկ 20+-ն է այդ հարցը վախվորած մեզ գրում, բայց արդեն սովորել ավարտել եմ, բայց գումա որել չեմ ուզում, բայց հիմա ինչ անեմ։ Այդ 20-ից 30 դեկադայում ինչ արիր։ Հետո всё, կոչկը վար։ Էլ շանս չունես։ Ծունկը սկսում է խշալ, մեջքը սկսում է սզուտալ ու всё, դու հավերժ դատապարտված ես, այլևս ինչ որ նստես, սպասես կյանքիդ մայրամուտին։ Էտա, որ մարդկանց տենց դիսոնանսի մեջ է գցում, որ վայ դե ես դե բա այս 10 տարին աշխատեցի, բա հիմա ոնց փոխեմ, բա հիմա ինչ անեմ, ու իրականում այդ բավորները այնքան են ստրկացնում, որ նույնիսկ կողքից եկած հնարավորությունները չես տեսնում կամ նույնիսկ չես փորձում այդ հարցը ինքդ քեզ տալ, ես ինչ եմ ուզում։ Դու արգելում ես քեզ ուզել 30-ից հետո Հայաստանում։ Արգելված է ինչ-որ բան ուզել, ինչ արել ես արդեն։ Ուր հասել ես, մնացածը դե ասենք հիմա այդ են գները։ Այդտեղ գիտես ինչ որ օբյեկտիվ մաս էլ կա, որ ինչքան մեծանում ես, այնքան դժվար է զրոյից սկսելը։ Հա, ու չէ։ Դե հա, բնականաբար ամեն հարցում էլ հա ու չէ, բայց ուզում եմ ասեմ, որ ենթադրում, որ ամենաճիշտ մոտեցումը այդ հարցին է նա, որ ափսոսային մնացածը ինչ որ մնացել է։ Մնալ այն տեղում, որտեղ որ դու քեզ լավ չես զգում, ինչա թե ինչ որ բացատրություններ։ Եթե կա հնարավորություն փոխելու, որտեղ անցած անգամ խոսել ենք, որ դա միշտ չի որ հեշտ է, բայց եթե կա հնարավորություն փոխելու, միշտ արժի փոխել, բացի դրանից ես իրոք այդ կոնցեպտին էլ չեմ հասկանում ինչ իմաստ կա այդքան բռնվել այդ կոնցեպտից, որ ինչ սկսում եմ կիսատ եմ թողում։ Դա ձևակերպվում է, որպես եթե օրինակ կյանքի ընթացքում, հա, ինչ որ ասենք չեմ 10 տարվա ընթացքում եթե 2-3 անգամ մասնագիտություն ես փոխել, այդ նշանակում է, որ ինչ սկսում եմ կիսատ եմ թողում ու որ ինչ որ կոնկրետ մասնագիտության մեջ չեմ կարողանում կարիերա կառուցել։
Ես կարծում եմ, որ մենք բոլորս տարբեր ենք ու բոլորս ունենք մեր հոգեկառուցվածքը։ Կան մարդիկ, ովքեր շատ ստաբիլության կողմնակից են ու իրանք կարող են օրեցօր, ամեն օր անեն նույն գործողությունը հասնելու համար ինչ որ կետի։ Օրինակ ինձ համար դա աննկարագրելի տխուր կյանք է։ Կան մարդիկ, ովքեր հենց դա ձգտում են այդ կյանքին։ Իսկ ես կարծում եմ, որ շատ հետաքրքիր է կյանքի ընթացքում փորձել մի քանի մասնագիտություն, փորձել քեզ մի քանի տեղ, ու ճիշտն ասած չեմ հասկանում, որտեղից միտքը, որ լավն է այն կյանքը, որը որ նվիրված է եղել մեկ մասնագիտությանը, կամ մեկ հստակ ինչ-որ sense ուղիղ ճանապարհով կառուցվող կարիերային, ու դրա կողքը կասկածելի ընտրություններ են այն ժամանակ, երբ որ դու անընդհատ փոփոխում ես քեզ փնտրելով ժամանակակից աշխարհում։ Ընդհանրապես մեկ հարց պետք է քեզ տաս, որն է վատագույն սցենարը, որ կարա լինի։ Եթե ես ինչ-որ անեմ։ Ինչ կարա լինի, ամենավատը։ Որտեւ մասնապես եթե դու ունես մասնագիտություն, աբսուրդը հենց էսա, դու միշտ կարաս հետ գնաս քո մասնագիտությամբ աշխատես։ Ես էլ եմ ուզում ասել, ճիշտ է, եթե դու բաժակ սարքող ես ու ուզում ես դուրս գաս դառնաս, չգիտեմ, օպերատոր, ռեժիսոր, եթե չստացվի, կարա չստացվի, ապոկալիպսիս չի, դու հետ ես գնում շարունակում ես սարքել քո բաժակը։ Այդքան բան։ Ու ես իմ կարիերայի ընթացքում մի անգամ այդ գործատուի 20-ամյակին էի մասնակցում ու այնտեղ sense պատվով հայտարարում են, որ էս ինչան, էս ինչը 20 տարի է արդեն աշխատում է գանձապահ։ Ամենայն հարգանքով այդ մասնակցության համար ու միգուցե այդ աշխատանքը այնտեղ ինչ-որ շնորհակալագիր տվեցին, ինչ-որ գումարային պարգևավճար տվեցին, լոյալության եւ այլն սերտիֆիկատ ապշել էի, որ 20 տարի հնարավոր է նույն տեղում գնալ, նույն սենյակում, նույն սեղանի շուրջ։ Դա դիմ ու քո ծնողների սերնդի մեծ մասն է։ Ժողովուրդ, այս կյանքը իմ ու քո ծնողների ժամանակավանից այս բանը շատ բան է փոխվել։ Այն ժամանակ հետաքրքրասիրություն բավարարելը շատ դժվար էր։ Ընտրությունն ա եղել շատ նեղ նաև, այդքան հեշտ չի եղել փոխել։ Բացի այդ, այն ժամանակ հետաքրքրասիրության կարիք էլ չի եղել։ Չի եղել տեղ, որտեղ կարաս բավարարես քո հետաքրքրասիրությունը ու վերջում էլ ասես, ես գտա, այն ինչ ուզում եմ, մնում է ինչ-որ միջոց գտնեմ, օրինակ, հա։ Հիմա հետաքրքրասիրությունը կյանքը կառուցելու բանալին է, դա միանշանակ։ Այդ մենք շատ ենք մտնում այդ արագ դոֆամինի հետևից social media ու մենք մտածում ենք, որ եթե ճիշտ կոնտենտ ենք բռնացնում ինչ-որ քոուչերի, ինչ-որ մասնագետների, մենք ինչ-որ տենց բան ենք սովորում, բայց դա անմտություն է հավատալ դրան, որ ռիլերով կարելի է ինչ-որ բան սովորել, դա ընդհանրապես արագ դոֆամինի աղբյուր է Instagram-ը ու շատ սարսափելի է։ Ես իմ օրինակով կամ ասեմ, վերջերս նկատեցի, որ իմ screen time-ը 8 ժամ է օրական։ 8 ժամ ես միացրած էկրանով եմ։ Ну, օքեյ, իմ գործն էլ է պայմանավորված հեռախոսով շատ հաճախ եւ այլն, բայց այդ պիրի բորա։ Դրա համար փորձենք shift անել մեր հետաքրքրասիրությունը, իսկ գտնելու պարագայում մեր գործընկեր Էվոկա բանկը ցանկացած նախասիրության կամ ցանկացած նախաձեռնության համար ունի ֆինանսավորման աղբյուր։ Օրինակ, եթե դուք ուսանող եք կամ նոր պիտի դառնաք ուսանող, մեր գործընկերն ունի ուսանողական վարկ։ Եթե ուզում եք ճամփորդեք, մի որոշ ժամանակ փորձեք restart լինել, կարող եք վերցնել action loan-ը Էվոկա բանկից։ Եթե ունեք բիզնես, իդեա հայերեն ոնց է, միտք, եթե ունեք բիզնեսի գաղափար, շնորհակալություն, բիզնեսի գաղափար կամ ունեք արդեն բիզնես եւ ունեք գաղափար, թե ինչպես ընդլայնել, Էվոկան ձեզ առաջարկում է բիզնես վարկավորումների տարբեր տեսակներ, տարբեր տոկոսներով, տարբեր չափերով, տարբեր ժամկետներով, մանրամասները կարող եք գտնել evoka.am կայքում, հղումը կթողենք մեր հաղորդման նկարագրում, այնպես որ եթե ժամանակին միգուցե ձեզ միջոցներն էին խանգարում կամ միջոցների սակավությունը, Էվոկան այդ հարցն է լուծում։ Ընդհանրապես մտեք կայք եւ ձեր բոլոր հարցերը ֆինանսական կարող եք լուծել Էվոկայի կայքում շատ արագ, ֆանտաստիկ կայք ունեն։ Շարունակի։ Բայց գիտես, երբ դու ասացիր, որ աշխատանքը դա ընդհանրապես ապրելու միջոց է, այդտեղ էլի համաձայն չեմ։
Որովհետև ես կարծում եմ, որ ավելի ճիշտ է պատասխաններից մեկն է։ Ու շատ ցանկալի է էլի, որ յուրաքանչյուրը գտնի իր համար իր պատասխանը, ինչի համար է ինձ պետք աշխատանքը։ Ну, բնականաբար բոլորիս գումար աշխատելու համար է պետք, այդ մասը հանում ենք դնում ենք մի կողմ։ Առհասարակ իրան տենց է պետք վերաբերվել։ Բայց իրան նաև տենց է պետք վերաբերվել, իրան շատ լուրջ պետք չի վերաբերվել, հա, եթե տենց էգզիստենցիալ կրիզիսի մեջ է ընկել մարդը, վայ, այս ինչ աշխատել է, միանշանակ։ Հետ եկեք նայ, որ դա ընդհանուր միջոց է, ասածս է։ Բայց շատ մարդ կա, ում համար աշխատանքը նաև իր անբաժան մասն է կազմում, օրինակ շփումը։ Այսինքն օրինակ, հա, իմ համար մենք անցած անգամ քննարկեցինք, երբեք դա չի եղել էական։ Ես երբեք չեմ ֆիքսել ու ուշադրություն դարձրել դրան։ Ես գիտեմ մարդկանց, ում համար խիստ էական է, այսինքն ինձ տեղ լավ է թե վատ է, հարցի պատասխանի անբաժան մասն է, ում հետ եմ ես շփվում, ինչ միջավայր է։ Ինչ։ Կան մարդիկ, ում համար խիստ էական է աստիճաններ ունենալը, այսինքն ինչ որ այդ կարիերնի լեսնիցա կոչվածը, հա, եթե այստեղ չկա, դա արդեն ինձ անհետաքրքիր է։ Կան մարդիկ, ում համար շատ էական է, իսկ ինչա էլ առաջարկում ես աշխատանքը, բացի բուն աշխատանքից, հա, կողքից ինչ որ բենեֆիտներ։ Բացի դրանից աշխատանքը, ասենք, մասնագիտություն, ասենք, էական չի, համամիտ եմ, էական չի, ինչի մասին է խոսքը, իմ կարծիքով ինքը նաև ինքնա դրսևորման իդենտիֆիկացիայի անբաժան մաս է։ Ոչ թե ես հավասար եմ իմ աշխատանքին կամ մասնագիտությանը, բայց միանշանակ դա անձի մի մասը։ Ու այն ինչով որ դու զբաղվում ես, նույնիսկ եթե այս պահին ուղակի այդտեղ ես գտնվում, ուղակի տենց դասավորվել է, դեռ չգիտես ինչով ես ուզում զբաղվես, միևնույնն է։ Դա քո անձի անբաժան մասն է, ուզես թե չուզես նաև հենարան, թեկուզ ֆինանսական։ Ու կառուցել իրան այն նրա շուրջ, որ ինքը համապատասխանի իմ մնացած մասերին, ոչ թե ինչ-որ sense դուրս ընկած մի բան լինի, որը որ կապ չունի մյուս մասերի հետ, հասկանում ես, օրինակ ես գնում եմ աշխատանքի այնտեղ օֆիսային խիստ աշխատանք եմ կատարում, բայց այնտեղից դուրս եմ գալիս, այն իմ 80%-ը կրեատիվ, ինչ-որ sense ուրախ, չգիտեմ, օրիգինալ կյանքով ապրող մարդ է, բայց այդ մարդը չգիտես ինչի գնում է օֆիս ամեն օրինից 6-ը ու ապրում է ինչ-որ sense հստակ ռուտինա է, որ իրան դուր չի գալիս։ Բայց ուղղակի ինքը հայտնվել է այնտեղ, որտեղ հայտնվել է։ Ուզում ասեմ, շատ կարևոր է նաև պատասխանել սկզբից հարցին ով եմ ես ու ոնցն եմ ես։ Ու ըստ դրա նաև ընտրել ուր եմ ես գնում։ Այդ ով եմ ես ու ինչպիսինն եմ ես, երևի ամենադժվար հարցն է, որի պատասխանը ընկած է շատ process-ների հիմքում։ Որովհետև մեր կյանքի ամբողջ գործունեությունը, մարդկանց հետ փոխհարաբերությունները, մասնագիտություն ընտրելը, պարտնյոր ընտրելը, երեխա ունենալն ու երեխա դաստիարակելը ամբողջը պատտվում է նրա շուրջ, ինչպիսինն եմ ես։ Հա։ Դրա համար այդ հարցի պատասխանը вообще շատ լավ կլինի, որ մարդիկ ու այդ ինչպիսինն եմ էլ կարա փոփոխվի։ Միանշանակ կարող է փոփոխվի, բայց իմ կարծիքով ոնց որ ես ասում եմ կանացիության մասին, մարդը ավելի շատ բան է անում, որ չիմանա ով է ինքը, քան ինչ որ բան է անում, որ իմանա ով է ինքը, որովհետև եթե մարդ ինչ որ խանգարող process-ներ կողքից չունի, ես ունեմ խորին համոզվածություն, որ մենք բոլորս մեր ներսում իրականում գիտենք, ինչ ենք ուզում, ոնց ենք ուզում, ուր ենք ուզում գնանք, այլ բան է, որ դրան խառնվում են վախերը, սահմանափակող մտքերը, սոցիումի կարծիքը, սեփական ինչ որ, չգիտեմ, պատկերացումներն ու իլյուզիաները, այդ լրիվ այլ բան է։ Բայց որ յուրաքանչյուր մարդ իր ներսում գիտի ինքը ինչ է ուզում, ոնց է ուզում, ինչի մասին է ինքը, ես ունեմ, եթե խոսքը գնում է ոչ պսիխոտիկ անձի կառուցվածքով մարդու մասին, ինքը իր ներսում գիտի։ Այլ բան է, ինչ է ինքը անում, որ ցույց տա իրեն, որ այդ հարցի պատասխանը չունի։ Ինչա ինքը անում, որ ցույց տա, որ այդ պատասխանը իրան դուր չի գալիս, որ չէ, ես հələ ման եմ գալիս, ես հələ չգիտեմ։ Որովհետև եթե նստենք ու անկեղծ զրույց ունենանք, իսկ ես դրա հնարավորությունը շատ ունեմ բոլոր այդ մարդկանց հետ, ովքեր խոսակցությունի սկզբանե սկսում են, որ ես չգիտեմ ինչով եմ զբաղվում, այդ խոսակցությունը հիմնականում ավարտվում է ինչով եմ ուզում զբաղվել, այդ խոսակցությունը հիմնականում ավարտվում է նրանով, որ ես գիտեմ ինչով եմ ուզում զբաղվեմ, բայց
ու այնտեղ արդեն ինչ որ բայց էր ամեն մեկը իր բայցը ունի։ Ու այդ բայցի հետ ինչ որ բան անել է այնքան դժվար է, օբյեկտիվ միգուցե կամ սուբյեկտիվ ինչ որ իրականությունից ելնելով, որ ավելի նախընտրելի է այդ մակերեսային բանը ես ուղղակի չգիտեմ ինչով եմ ուզում զբաղվեմ։ Ոչ թե ես չեմ շարժվում դեպի այն ինչով որ ուզում եմ զբաղվեմ, ոչ թե ես վախենում եմ դրանով զբաղվել, հա, ես չգիտեմ ուղղակի։ Դրա համար ես հենց փնտրում եմ։ Ես ինձ ուղղակի չեմ գտել դրա համար, ես հենց փնտրում եմ ու երբ որ այդ մարդուն հարցնում են ասում են իսկ ինչի դու չգիտեմ ես ինչ բանը չես անում կամ ինչի չես աշխատում թեկուզ, հա, ընդհանրապես միշտ պատասխանը հիմնականում ես հենց չգիտեմ ինչով եմ ուզում զբաղվեմ։ Այստեղ բանն էլ է շատ մեծ նշանակություն ունել հանրային քննադատության վաղ։ Հա, այդ բայցերն են։ Այսինքն ես գիտեմ ինչով եմ ուզում զբաղվել, բայց ծնողներս կողմ չեն, հնարավորություն չունեն ֆինանսական, հա, բա ինչ կասեն, հա, աղջիկը դրանով չի զբաղվի կամ տղան դրանով չի զբաղվի, դա նորմալ մասնագիտություն չի, ես շատ փող չեմ աշխատի դրա մեջ։ Եվ երկրից պիտի գնամ դրանով զբաղվելու համար ծնողներիս թողեմ, պիտի ամուսնալուծվեմ, որ կարողանամ դրանով զբաղվեմ, որովհետև ամուսինս չի թողնի, հա, այնտեղ լիքը պրոցեսներ կան այդ բայցից հետո։ Բայց այն որ ես ունեմ ամեն դեպքում խորքային համոզմունք, որ մեծամասամբ մարդիկ, հատկապես երբ որ գնում է խոսքը չափահաս մարդու մասին, հա, որ դպրոցական կամ 18 տարեկանի մասին չի խոսքը, չափահաս եսի նկատի ունեմ հոգեբանական տեսանկյունից, որտեղ հոգեբանական տեսանկյունից 18-ը դեռ այդ բանի մեջ է, դեռահասական շրջանի մեջ է։ Երբ 25+ անվանենք, հա, հիմնականում 25+ տարիքում մարդ արդեն իր մասին պատկերացումներ ունի։ Ինչ որ տեսլական ունի, դու կարող ես մեջը մտնես հիասթափվես։ Այդ ուզում եմ, հա, դու կարող ես մտնես ու հասկանաս, որ ինչ որ սխալ պատկերացումներ ունեիր թե քո մասին, թե այդ process-ի մասին։ Բայց այն որ դու այս պահին, երբ որ ասում ես չգիտեմ, ամենայն հավանականությամբ գիտես, ինչով կվերջանա, այդ ոչ մեկ չգիտի, բայց այդ ուզում եմ ասեմ, եթե բոլորս իրար հետ անկեղծ լինենք, ամենայն հավանականությամբ այդ հարցին կարողանալու ենք պատասխանենք։ Գուցե այդ պատասխանը ուղղակի այնքան վախենալու է, որ հետո ամեն դեպքում հարցը առաջանալու, իսկ այդ պատասխանի հետ ինչ ես անելու։ Ու այդ հարցին արդեն պատասխան չկա։ Անհասարակ մեր ամբողջ պոտենցիալ բարձելը վախենալու է։ Այսինքն դու ապրում ես ռուտինայի մեջ, դու գիտես, որ քո պոտենցիալի տրամագիծը պայմանական 15 սանտիմետր է, քո ձգտելու եթե ձգտելով ու մեծացնելով հաշվես 25 սանտիմետր է եւ դա քո վերին շեմն է։ Դա իրականում տենց չի։ Ու այստեղ կեր ռոմանտիզացնելու կամ են վերկաց եւ քայլերի մասին չի, հա, խոսքը մարդկային ուղեղի պոտենցիալը ահա որ մեծ է, ճիշտ մարզելու մասին է ուղեղը, ճիշտ աշխատացնելու մասին է ու ճիշտ գործածելու մասին է։ Ու այդ մասշտաբը երբ դու հասկանում ես ինչերի ունակ քո ֆիզիկան եւ քո ուղեղը իրար հետ ճիշտ աշխատելու դեպքում, դա վախացնող է։ Դու ինքդ քեզնից կարաս սկսես վախենալ ու իրական բնությունն էլ է մեզ մի քիչ տենց ծարքել, որ ամեն մեկը չհասկանա իր պոտենցիալը, որովհետեւ շատ հնարավոր է նաեւ անարխիա ստեղծի, բայց ինչ որ չափով այդ ամեն ինչը ճիշտ գործարկելու դեպքում Այն էլ հիմիկվա հնարավորությունների դարաշրջանում ես կակրաս այն օրը էի ասում ընկերուհուս, որ հիմա դեռահաս լինելը եւ մեր տարիքում դեռահաս լինելը շատ տարբեր բաներ էին։ Ասում եմ ընկերուհուս ու մեր երեխեքն են դեռահաս։ Ու սկսած ցանկություններն արտահայտելու համարձակությունից վերջացրած ծնողների աջակցությամբ, որովհետեւ չգիտեմ, հիմա принципе ես կարող եմ դեռահաս երեխա ունենալ, հա, տարիքս թույլ է տալիս, ոնց որ իմ դասընկերներից շատերը, ոնց որ իմ կուրսընկերներից շատերը ունեն եւ հասկանալով թե ինչ հնարավորություններ մենք չունեինք, որ ունեն հիմիկվա դեռահասները ու ինչ աջակցություն մենք չունեինք մեր ծնողներից, այդ արդեն քննարկել ենք ինչ չունեինք ու ինչ աջակցություն ունեն հիմիկվա դեռահասները մեր բակալինիայից, միլենիալներից, այդ sense տենց, ինչ ասեմ, տրամպլին ես շատ կուզեի իմ դեռահաս ժամանակ ունեցած լինեի, այսքան ինֆորմացիոն աղբյուր, այդքան աջակցություն ու նաև հանրությունից աջակցությունն էլ, որովհետև այդ մենակ ծնողներից չի։ Համաձայն եմ, համաձայն չեմ, որովհետև ժամանակակից դեռահասները ու նրանք, ովքեր նոր են մտնում իրենց կյանքի ճանապարհի մեջ, ունեն շատ իմ կարծիքով ավելի լուրջ խնդիր, քան ունեցել է մեր սերունդը, այդ կողքի աղմուկն է։
լավ է թե վատ է, ամեն դեպքում հեշտ է ընտրել, երբ որ քո ճանապարհը ավելի ինչ որ հստակ գծած է, ու ինչ որ առանձնապես աճ ցախ ընկնելու տարբերակ չունես, ոնց որ քննարկում էինք կրթության թեմայով, որ դու ասացիր, ես հասկանում եմ, որ դա իմ տարբերակը կամ սովորում եմ կամ չեմ սովորում, ոչ մի այլ ընտրանք չկա։ Իրանք լիքը այլ ընտրանք ունեն։ Հենց այդ եմ ասում։ Ու այդ այլ ընտրանքը ստեղծում է նաև աննկարագրելի շատ նևրոտիզացիա այդ ընտրության շուրջ։ Հենց այդ այլ ընտրանքն է, որ ստիպում է, չեմ ասում դա վատ է կամ լավ է, ուզում ասեմ, որ իմ կարծիքով երբեք ավելի լավ պայմաններ գոյություն չունեն։ Ցանկացած ժամանակաշրջան ունի իր դրական կողմերն ու իր բացասական կողմերը։ Դու խոսում ես այդ տեսանկյունից, որովհետև դու դա չես ունեցել ու դու հասկանում ես ինչքան լավ կլիներ քեզ, եթե դու դա ունենայիր։ Բայց այդ դեռահասները, ովքեր դա հիմա այսօր ունեն, իրանք բացի դրանից ունեն կողքից այն մնացածը։ Ես ու դու ամեն դեպքում դիմանում ենք այդ կողքի աղմուկին, հələ մեկ-մեկ չենք էլ դիմանում։ Տրվում ենք այդ ինստագրամյան իդեալական պատկերին, հասկանում ենք, որ ամեն դեպքում այդ որ, չգիտեմ, տունա վարձով, օրա վարձով վերցրել ինչ որ իդեալական տան մեջ ինչ որ բաներ առիլերա նկարում, այդ իր տունը չի, շատ բան ենք հասկանում։ Չենք սպասում են դիմավորում։ Հասկանում ենք, որ ամեն դեպքում մասնագիտություն, ես ընդ որում բարձրագույն կրթության մասին չի խոսքը, մասնագիտություն ունենալը ցանկալի է, հասկանում ենք, որ ամեն օր վեկանալ գնալ աշխատանքի պարտադիր է, ուզում ես թե չես ուզում, իրանք դա չեն հասկանում, որովհետև կողքի աղմուկը շատ է, որ իրանց հուշում է, որ հեշտ է։ Կամ որ կարելի է գնալ հեշտի վրա, կամ որ այդ ընտրության բազմազանությունն էլ, որ էս էլ կարող եմ դառնալ, այն էլ կարող եմ դառնալ, էս էլ է ինձ դուր գալիս, այն էլ է ինձ դուր գալիս, ու շատ խանգարում է կենտրոնացմանը ու այդ քո ասած դիսցիպլինային, որ ամեն դեպքում ինչ որ արդյունքի հասնելու համար, եթե ամեն դեպքում նպատակադրվել ես արդյունքին հասնես, պետք է լինելու ռուտինա։ Ամեն օր անել նույն բանը, շարունակական քայլերով, մինչև դա կտա ինչ-որ արդյունք։ Ոչ թե նայել кողքերը ու մտածել, որ IT մեջ փող կա։ Այդ բանն է, որ ասում եմ, я уже это я лежу второй месяц и смотрю рилзы и сохраняю рилзы, где качают пресс в надежде, что у меня накачается пресс. Կողքից նայելով մտածել, որ IT-ի մեջ փող կա, որովհետև իմ ծանոթները այնտեղ փող են աշխատում, գնամ IT-ի։ Հետո այնտեղ հասկանալ, որ այդքան էլ դուրս չի գալիս, գալ եզրակացության, որ օրինակ իմնա լուսանկարչությունը, հա, գնալ լուսանկարչության մեջ, հասկանալ, որ այդ հոբի է, փաստորեն, ոչ թե աշխատանք, հա, դուրս գալ այնտեղից գնալ, ասենք, չգիտեմ, նկարչության եւ այլն, այդ ամեն ինչն էլ այսօրվա խնդիրն է։ Այդ կողքի աղմուկը ու կողքի ակնկալիքը, որ քո գործն է այն, որտեղ դու երջանիկ ես, լիքը փող ես աշխատում, причем ամեն օր ես երջանիկ, լիքը փող ես աշխատում, ունես ճանաչում, ինչ որ յուրահատուկ դիրքերի ու պաշտոնների ես հասնում, ու եթե այնտեղ չես, փոխի գնա ուրիշ բանի մեջ։ Ու փոխի այնքան, մինչև կհասնես այն կետին, որ Instagram տեսել ես։ Ու կհասնես 2 օրում, կհասնես հեշտ, կհասնես առանձնապես ջանք մեջը դնելու ու կհասնես զուտ այն նրա հաշվին, որովհետև դա քո գործն էր։ Դեռ Կիլիան Մերֆի գիֆկա է ուզվում։ Այն որ խոսում ենք, որ սկզբից պետք է մոտիվացիա ունենաս, հենց հասկանաս ինչով ես զբաղվում, հենց մեջը մտար, 2 օր հետո հասել ես։ Որովհետև պետք էր զուտ հասկանալ մոտիվացիան ու երջանկությունը ինչի մեջ է։ Ես այստեղ նաև մի բան էլ ասեմ, որպես մարդ, ով վերջերս է սեփական առանձնահատկությունը բարձել։ Ես երկար ժամանակ տառապել եմ այդ բանով, հա, որ սկսում եմ ու չեմ կարողանում ավարտին հասցնեմ։ Ոչ թե չեմ կարողանում, ավարտին եմ հասցնում տառապանքների մեջով։ Մեծ ոգևորությամբ սկսում եմ։ Իրականում վերջում պարզեցի, որ միգուցե պետք չի ես իրականացնեմ դա։ Կարելի է լինել այդ իդեա գեներատորը եւ գտնել համապատասխան համախոհների, ովքեր սիրում են իրականացումը, ավելի արդյունավետ արդյունք ունենալու համար։ Եվ պետք է հասկանալ, որ մարդիկ կան, իմպես, որոնք ունեն հիպերֆոկուսի հակվածություն, այսինքն վերցնում են ինչ-որ մի բան լուպայի տակ եւ ունեն հետեւաբար ինչ-որ պերֆեկցիոնիստական ակնկալիքներ։ Վերցնում են ինչ-որ մի բան խոշորացույցի տակ, սկսում են անել, հետո այդ քո ասած 2 օրում, որ այդ պերֆեկցիոնիստական արդյունքները չի լինում, մենք հիասթափվում ենք։ Ես երկար ժամանակ տառապել եմ դրա ձեռքը։ Իմ այս վերջին թերապիայի մեջ նոր բացահայտել ենք այդ առանձնահատկությունը եւ դրա հետ համար կան մեխանիզմներ, կան լծակներ, կան լուծումներ, ամեն ինչ այս կյանքում ունի լուծում։ Եվ կազմաքանդվել
Դե լավ հիմա մարդու կորուստը չենք հաշվում։ Չէ, առանձնահատկություններից էլ ամեն ինչ չի որ լուծվում, հա։ Դե լավ, առանձնահատկություններից, հա։ Դժվար է մասնագետի այդ ոդկաստ ունենալը, լավ մտածի։ Որ գրում եք տես կուզեին էլինի ընկերուհիներ։ Ճիշտ եք անում, բայց չի լինի։ Շարունակենք։ В общем, ամեն ինչ համարյա գրեթե ամեն ինչ ունի լուծում։ Ես գիտես ընդհանրացնելով ինչ եմ ուզում ասել։ Չէ, ես ընդհանրացնում, դու եթե ինչ-որ բան ավելացնում ես, ավելացրա։ Ես կարծում եմ, որ հաղթում են նրանք, ովքեր գնում են ռիսկի։ Իրենք մի հատ նենց լավ արտահայտություն արեցնելին, ասեմ նոր ընդհանրացրելի, որ երեխաները փողիկ չեն ունենում։ Փող ունենում են մեծահասակ մարդիկ։ Հասուն, հաստատ մեծահասակը տարիքով պապիկների, տատիկների մասին չի խոսքը, հասուն մարդիկ են ուզում, ունեմ չափահաս։ Այդ Ամրոց it hits differently. Լրիվ այդ բանի մասն է ձեցքի պոզիցիայի տեսանկյունից, որ փող հնարավոր է աշխատել միայն մեծահասակի պոզիցիայից։ Այո։ Երեխայի պոզիցիայի մեջ ընկնելով երբեք հնարավոր չի գումար աշխատել, որովհետև երեխան փող չունի։ Երեխան ունի ցանկություններ։ Երեխան մտնում է խանութ, մաճիկներ, կապրիզներ, եմ ուզում 5-րդ խաղալիքն եմ ուզում, չնայած որ ունեմ, ուղղակի ուզում եմ, որովհետև ուզում եմ մեծահասակն է հասկանում։ Պետք չի, տեղին չի, հիմա ենք առնում, մյուս ամիս ենք առնում, ու մեծահասակն է, որ առնում է։ Երեխան ուզում է մեծահասակն է, որ ամեն դեպքում այդ հարցերը լուծում է։ Ու երբ որ դուք փորձում եք մոտենալ մասնագիտությանը, գումար աշխատելուն, ռեալիզացիային, ինֆանտիլ պոզիցիայից կամ մանկական պոզիցիայից ուղղակի ուզում եմ ուզելու համար, որ ուրախանամ, որ թիթեռնիկներ լինեն, որ սենց ամեն օր սիրուն շորիկներ հագնեմ, գնամ աշխատանքի եւ այլն եւ այլն, այդ պոզիցիայի մեջ երբեք փողը ու ռեալիզացիան չի տեղավորվելու։ Այո։ Ցավոք, կամ այդքան էլ ոչ ցավոք, միայն հասուն պոզիցիայից է հնարավոր ունենալ ինչ-որ հաջողություններ։ Ինչպես նաև երեխային շատ վախենալու է գալով ռիսկին, փոփոխությունը վախենալու է երեխային։ Երեխան է, որ շատ կապված է ստաբիլությանը։ Երեխան է, որ ու դրա համար այդքան խոսում ենք, որ այո, բոլոր տրավմաները գալիս են, երբ որ ընտանիքում ստաբիլություն չի լինում, ապահովություն չի լինում, կայունություն չի լինում եւ այլն, էմոցիոնալ կայունություն չի լինում։ Այո, երեխայի համար այդ ամենը շատ վախենալու է, մեծահասակը փոփոխություններին ի վիճակի է դիմանա։ Ու մեծահասակն է, որ ի վիճակի է գնա ռիսկի ու այդ ռիսկերը հաշվի առնի։ Ես կարծում եմ, որ շարժումը, առաջընթացը, հաջողությունը փոփոխության մեջ է, որոշման ետևում է, երբ որ մարդ կայացնում է որոշում ու իր որոշման ետևից գնում է ու չի վախենում, ու ռիսկի մեջ է։ Ես չեմ ճանաչում մարդկանց, ովքեր առանց իրանց կյանքում պարբերաբար ռիսկի դիմելու, ինչ որ հաջողություն ունեցել են, այդտեղ գերհաջողությունների մասին չի խոսքը։ Նու հանելով, երբ որ ինչ որ բան քո համար անում են կամ քեզ նվիրում են, քեզ տալիս են, հա, այդ մասը հանած։ Ռիսկի չափը ուղիղ համեմատական է հաջողության չափին։ Ու բացարձակ գարանտիա չի, որ ստացվելու է։ Բացարձակ գարանտիա չի, որ ստացվելու է, բացարձակ գարանտիա չի, որ թեկուզ 5-րդ անգամից է ստացվելու։ Բայց ես ինչպես սիրում եմ ասել, նաև ես կարծում եմ, որ մարդ պիտի զբաղվի նրանով, ինչով որ չզբաղվել ուղղակի չի կարող։ Այդ կետում, այսինքն երբ որ դու իհարկե շատ հետաքրքիր նախադասություն ես ասում, որ ես ուզում չաշխատեմ, բայց ես ու Հայկանի հոգեբանը այլ կարծիքի ենք այդ հարցի շուրջ։ Տարի չի աշխատի, ացլովը սավսեմ։ Ես կարծում եմ, որ մարդ իր տեղում է այն ժամանակ, երբ իր այդ գործով, որով որ զբաղվում է, պարզապես չի կարող չզբաղվի։ Որովհետև դա իր անբաժան մասն է։ Մնացած ժամանակ կարող է համարի, որ ժամանակավոր տեղում եմ, կարող է համարի, որ ես ինչ-որ տրամպլին է, էտապ է, էդ էլ է նորմալ, բայց եթե խոսում ենք նրա մասին, ոնց հասկանամ, ոնց զգամ, որ ես իմ տեղում եմ, իմ մասնագիտությունն է, թե իմ մասնագիտությունը չի, ես կարծում եմ, որ դա այն կետն է, որտեղ դու հասկանում ես, որ ուրիշ ձև ես ուղղակի ինձ չեմ պատկերացնում։ Я протестую, ваше честь։ Չէ, իրականում համաձայն եմ, ուղղակի հաշվի առնենք, որ ֆիզիկական ֆակտորը երևի հոգնած եմ ու ինձ հանգիստ է պետք ու երկարատև հանգիստ է պետք, որովհետև մի շաբաթ կամ երկու շաբաթվա արձակուրդները փորձ ցույց տվեց, որ իմ հարցը չեն լուծում։ Օգնենք ինչով կարող եք, խնդրում։ Ես էլ ասելու բան չունեմ։ Помогите, пожалуйста։ Չէ, ես ասելու շատ բան ունեմ, նախ օգնության խոսեցինք, քանի սկսել եմ լացել, ասեմ, դարեք էլի մեր Patreon-ը, խնդրում ենք։ Շատ ենք խնդրում։ Լինքը ներքևում այդ կլիկ եք անում, տոնածառի խաղալիքից ավելի մանչելի տարբերակներ ունենք, լավ տոնածառի խաղալիքից։ Դու Պրագայում 20 եվրոյով եմ տոնածառի խաղալիք արել, հաստատ դրանից էժանով կարող եք մեր Patreon-ը դառնաք։
ու բանանեք, որ բարեգործություն եք արել։ Ինչքան հաճելի բան է։ Եվ վերջո խոսելով բարի գործերից, իրականացրեք բարի գործեր ձեր հանդեպ, որովհետև դուք եք այն միակ մարդը, ով ձեզ հետ է լինելու միշտ, հետևաբար ցանկացած առաջնային լավ ու պիտանի ու օգտակար գործողությունը ձեր օգգն պետք է ուղղված լինի ձեր ինքնազարգացմանը եւ մի հատ վերլուծեք, տեսեք այդ ինքնազարգացումը արդյոք ձեր առհասարակ արժեհամակարգի մեջ կա, թե չկա, որովհետեւ եթե այդ ինքնազարգացումը չկա, մասնագիտություն գտնելը նույնպես շատ դժվար է լինելու, այտենց մի հատ բանի շուրջ հավաքվելու ենք եւ անընդհատ երգենք նույն երգը, ինչի չի ստացվում կամ ինչի ավատ։ Իսկ ինքնազարգացման հարցում, բիզնեսի ընդլայնման հարցում, բիզնես հիմնելու հարցում, այ իմ նման երկարատև հանգստի մեկնելու հարցում ձեզ կօգնի մեր ֆանտաստիկ եւ գովազդի կարիք չունեցող գործընկեր Էվոկան իր տարատեսակ պրոդուկտներով ուսանողական վարկեր, action loan-եր, բիզնես վարկեր սկսնակների եւ արդեն գործող բիզնեսների համար ամենը կարող եք կայքում տեսնել ֆանտաստիկ user-friendly ինտերֆեյսի տակ հասանելի ինֆորմացիա գտնելով։ Մի վարնեք մտեք evoka.am, մեզ էլ ինչ տակ լավ կլինի Patreon-ին, քիչ փող տակ։ Չունեմ էլ ասելու բան։ Հա, ճիշտ է։ Չեք ուզում podcast նկարել ժողովուրդ։ Ֆանտաստիկ ստուդիայում, ֆանտաստիկ մարդկանցով։ Եթե նույնիսկ օրինակ կարող է ձեր մասնագիտությունն ապագա podcast-ավարն է կամ դուք ուզում եք վիդեո պրոդուկտներ ունենալ, ինչ որ ինֆոպրոդուկտներ ունենալ։ Մի խոսքով շատ բաներով ենք մենք զբաղվում։ Գրեք, հարցրեք, հետաքրքրվեք, որովհետև ռեկ-ընտրոլը ձեր մեջքին կանգնած է։ Անպատասխան փողիկի դիմաց։ Բայց ձեր մեջքին կանգնած ենք։ Այսքանը։ Այսօր այսքանը։ Bye.